1000-ից ավելի կահավորման տեսականի, անհատական պատվերի հնարավորությամբ, Գլայք առևտրի կենտրոն։ Պարոն Էֆիաջյան, ինչպես եք պատկերացնում երեկվա, այսպես ասած, հակամարտությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը։ Հարգելի ընկերներ, հարգելի գործընկերներ, առհասարակ օգտվելով առիթից ես ուզում եմ ասել, որ մենք քարոզարշավը սկսելու հենց առաջին իսկ օրը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներով մի քանի անգամ առիթ ունեցանք ասելու եւ ներկայացնելու, որ ցանկանում ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ նոր Հայաստանում նոր քաղաքական հայացքներով եւ մոտեցումներով քարոզարշավ տեղի ունենա։ Այսինքն, չլինեն անձնական վիրավորանքներ, չլինեն քաղաքական հակամարտություններ եւ առճակատումներ։ Սա մրցակցություն է եւ քարոզարշավ է եւ պետք է կարողանանք մենք լավագույնս ներկայացնենք յուրաքանչյուր քաղաքական թիմի ներկայացուցիչներով մայրաքաղաք Երևանում ինչպիսի ծրագրեր ենք փորձելու իրականացնել եւ իրագործել։ Սա մայրաքաղաք Երևանի ավականու եւ հետագայում քաղաքապետի ընտրություններ են եւ գլոբալ քաղաքական գործընթաց փորձել այս համատեքստում ներկայացնել եւ զարգացնել տեղին չեմ համարում։ Պարոն Էֆիաջյան, հիմա Երևանի խնդիրները գրեթե չեն քննարկվում այս ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքում։ Դուք ինչպես եք դիտարկում ձեր հնարավորությունները, հատկապես երեկվա ելույթից հետո Նաիրա Զոհրաբյանի ելույթը մինչ այս պահը բավականին քննարկվում է համացանցում, քննադատվում է։ Դրանից հետո ինչպես եք պատկերացնում, ձեր շանսերը մեծացան այդպիսի ելույթից հետո, թե մենք մեր քարոզարշավը սկսել ենք մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներին, երևանցիներին ներկայացնելով, մեր ծրագրային դրույթները ներկայացնելով, ընդ որում կարևորել ենք այն բացառիկ իրադարձությունը, որ մայրաքաղաք Երևան էին ժամանել տարբեր աշխարհամասերից քաղաքապետեր, տարածքային կառավարման մասնագետներ, փորձագետներ, նախարարներ, ում հետ մենք պատիվ ենք ունեցել աշխատելու եւ միասնական ծրագիր ստեղծելու։ Եվ այս ծրագիրն ենք մենք մեր երևանցիներին ներկայացրել։ Հնչել են քաղաքական գնահատականներ, քաղաքական վերլուծություններ, անազնիվ պայքարի գործիքակազմից են օգտվել եւ այդ ամենի հետ կապված հնչել են քաղաքական գնահատականներ։ Սևերի եւ սպիտակների այդ ջրբաժանը որ ունեմ համացանցում տարբեր լրատվականներով փորձել սևացնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին փորձել մեկնաբանություններ անել, ինչի հետ կապված հնչել են պարզաբանումներ եւ դիրքորոշումներով եւ օգտվելով առիթից։ Մեկ անգամ եւս ասում եմ, մենք փորձում ենք բոլորին հարգանքով վերաբերվել եւ մոտենալ։ Մենք հակադարձում ենք եւ պատասխանում ենք համաչափ։ Եվ կոչ ենք անում վերադառնալ բնականon քարոզարշավի գործընթացին աշխատանքներ իրականացնել բացառության տրամաբանության, բարոյականության եւ օրենքի շրջանակներում։ Կոալիցիայից դուրս գալու հարց չի քննարկվել։ Եթե նման հարց քննարկվեր, բնականաբար դրա մասին կլիներ նաեւ հրապարակային հայտարարություն։ Պարոն Էֆիաջյան, բայց այս իրավիճակը ինչի կարող է հանգեցնել առհասարակ, նկատի ունեմ այսպիսի առճակատումը ի վերջո ուր է տանում։ Նիկոլ Փաշինյանը նշում էր հակահեղափոխականներ, հիմա ասում է, եթե դա ձեզ չի ուղված, ինչու եք դուք անում։ Դիրքորոշում այսօր էլ ունենք։ Մենք կրկին ասում ենք, որ մենք կոչ ենք անում վերադառնանք բնականon քարոզարշավի մթնոլորտին եւ ցանկության դեպքում մենք մեր քաղաքական թիմը ներկայացնող առաջի հորիզոնականը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը եւս ցանկություն է հայտնել եւ ես կարծում եմ տեղին կլինի, որպեսզի հանդիպում տեղի ունենա եւ ըստ էության թող բանավեճ տեղի ունենա, թող ծրագրերի բայց այդպիսի հռետորաբանությամբ, այդպիսի ձևակերպմամբ, որ այդքան տղամարդ է առանց Նիկոլ Փաշինյանի նախապես որովհետեւ գնահատականներ եւ վերլուծություններ չանենք, ես կարծում եմ, որ բանավեճը տեղի կունենա քաղաքակիրթ մթնոլորտում, միջավայրում եւ մեր երկրի քաղաքացիներ, մայրաքաղաքի բնակիչներն էլ շատ ավելի կողմնորոշված կգնան քվեարկության կմասնակցեն։ Պարոն Էֆիաջյան, լավ, ուզում եմ հասկանալ, այսքան փոխադարձ կսմթոցներից հետո ինչպես եք պատկերացնում համագործակցությունը, նաեւ կառավարությունում մնալ այս։ Ես ձեզ քիչ առաջ էլ ասեցի եւ ելի եմ ասում։ Ես իմ պատկերացումները բարձրաձայնելով պետք է ասեմ հետեւյալը. եկեք վերադառնանք քաղաքակիրթ քարոզարշավի տրամաբանության ներքո գործունեության։ Ձեզ
Ջալոց քաղաքացիական պայմանագրի հարցում են հիշեցնում, որ 9 հոգի օրինակ կողմ էր քվեարկել ցուցիչներին եմ ես ասում, եկեք քաղաքական կոռեկտության դաշտ։ Մենք մշտապես հանդես ենք եկել այս տրամաբանությամբ, ես ինքս եւ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները այս տրամաբանությամբ ենք առաջնորդվել եւ առաջարկում ենք, հորդորում ենք, որպեսզի մեր գործունեությունը շարունակենք այս տրամաբանությամբ։ Շարքների բաժանման թեման այսօր դարձյալ մամուլի ուշադրության կենտրոնում է։ Պարոն Էֆիաջյան, տարին շարունակ գիտենք ընտրություններն ինչպես են անցկացվել։ Դուք այս առումով գործողությունները պետք է դատապարտվեն եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ չափը նշվում է, որ կա նման դեպք, եթե կա, իրավապահ մարմնի ներկայացուցիչներին սահմանված կարգով թող դիմեն եւ թող քրեական գործ հարուցեն եւ որ քաղաքական ուժի ներկայացուցիչն էլ այդ անձը կլինի, թող պատասխանատվության կենթարկվի, բայց եթե կպարզվի, որ դա ձեր քաղաքականություն է, բայց եթե դա ապատեղեկատվություն է եւ փորձում են ստվերել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներին կամ քաղաքական ուժին, թող եւս այդ մարդիկ պատասխանատվության ենթարկեն ապատեղեկատվություն տարածելու համար։ Դուք բացառում եք, որ ձեր քաղաքական ուժը հնարավոր է ցուցակներ, այսպես ճշգրտի եւ նաեւ գումար Ես ձեզ արդեն իսկ ասացի, մեր քաղաքական ուժի առումով բացառում եմ, մեր քաղաքական ուժի որևիցե ներկայացուցիչ նման քայլի գործողության չի գնա։ Իսկ առհասարակ ես հայտարարում եմ, որ օրենքի առջև բոլորը հավասար են, անկախ դրանից, որ քաղաքական ուժն են ներկայացնում։ Եվ եթե կլինի հակաօրինական գործողություն եւ գործընթաց, թող նույն ժամանակ տեղի ունենա նաեւ քրեական գործի ընթացք։